Մշակութային մեկ երևույթից, որը պարն է, անցնում ենք մեր ամենասիրելի մշակութային երևույթին, որը խոհանոցն է։ Ազգային է արդյոք այն լինելու թե ոչ, կպատմի մեզ հիմա մեր Անուշ Անուշը։ Բարի լույս։ Բարի լույս, սիրելի գործընկերներ։ Ազգային խոհանոցից չէ Համլետ, բայց մենք կպատրաստենք աղցան, ընդամենը 3 բաղադրիչից կազմված, բայց շատ համեղ, յուրօրինակ, շատ նուրբ համով եւ շատ տարածված չէ, վստահ եմ մեր հեռուստադիտողները կհիշեն այս բաղադրատոմսը, որովհետև ով մեկ անգամ փորձում է, անպայման բաղադրատոմսը ցանկանում է գրի առնել ու պատրաստել։ Եվ այդ մեկը մասնավորապես լինելու այս անգամ, բայց շատ բարձ բաղադրիչներ են ուզում պատկերացնել բրոկոլի, վզամիս ապխտած եւ սունկ ու մայոնեզ մենք կօգտագործենք, այսօր մի քիչ օգտակար մեր սովորական աղցաններից մի փոքր մենք տարբերվում ենք, բայց ամեն դեպքում շատ համեղ է լինելու, երբեմն կարելի է շեղվել։ Ինչ հետաքրքիր է, հեռվից հեռու սունկն ինձ չի էր թվացել, բայց սունկի երևի մարինացված սունկ է, այո։ Եվ ասեմ, որ այստեղ բրոկոլի ունենք, որը արդեն նախապես մի փոքր աղով խաշել եմ, սառը ջրի մեջ սառույցով արդեն սառեցրել եմ եւ հիմա մենք կսկսենք կտրտել։ Այս աղցանը իդեպ մի ռուս ընկերուհի ունեմ, ով մի անգամ պատրաստել էր եւ երբ հյուր գնացի համ տեսեցի, հավանեցի ու արդեն մոտ 18-19 տարի երևի թե պատրաստում եմ տանը, շատ ենք սիրում բոլորս ու վստահ եմ ձեզ էլ դուր կգա։ Ահա։ Ռուսեն կտրել ում տանը փորձեց Անուշը, այս աղցանը պաշտոնական անուն ունի Անուշ, թե այն կարելի է համարել դրուժբա։ Կարելի է համարել, անուն չունի։ Բայց մենք հենց նոր ինձ թվում է կնքեցինք այս աղցանը որպես դրուժբա ամեն դեպքում։ Բարեկամություն։ Բարեկամություն։ Մայրաքաղաքայինը, բարեկամությունը։ Այո, ինչու ոչ։ Վերջ։ Բարեկամություն աղցանն ենք փաստորեն մենք պատրաստել։ Կտրատում ենք մի քիչ խաշած բրոկոլին։ Այո։ Այս դեպքում եթե սովորաբար 1 րոպե եմ թողնում, այս դեպքում մի քիչ շատ եմ թողել։ Ճիշտ խաշելու ժամանակահատվածը բրոկոլի փաստորեն 1 րոպեն է, ես ճիշտ հասկացա։ Ես ուղղակի հարցեր եմ տալիս, որոնք ձեզ կարող են պրիմիտիվ թվալ, բայց ես նոր եմ ծանոթանում խոհանոց աշխարհի հետ։ Այո, խոհանոցային մշակույթ։ Սովորաբար այո, մի փոքր քիչ ենք խաշում եւ վիտամիններն են այդպես պահպանվում եւ կանաչ գույնն է մնում, հատկապես ինչու ասացի, որ սառը ջրի մեջ ավելացրեցի, որովհետեւ երբ տաք վիճակում եռում է ջուրը եւ տաք վիճակում հանում ես, որևէ բանջարեղեն կապ չունի, միայն բրոկոլին չի։ Եվ հանում ես դնում ես սառույցով լի ամանի մեջ, գույնը պահպանվում է։ Եվ այդպես շատ ավելի ճիշտ է, դա խոհարարներն են իհարկե սովորեցրել։ Իդեպ այս տարբերակով մի քիչ խաշած բրոկոլին շատ համեղ է կիտրոնահյութով։ Սիրելիինը կարող ես փորձել, շատ հեշտ է։ Պարզապես կտրտում ես բրոկոլին, մի քիչ խաշում ես կիտրոնահյութ եւ վերջ։ Մտքեր եմ տալիս ինային ուղղակի, որ հնդածս նաև մի քիչ սովորի պատրաստել։ Կամաց մոտենա խոհանոցին։ Մի քիչ մանր ենք կտրում։ Ընդհանրապես յուրաքանչյուր աղցանի մեջ, երբ օրինակ մի բաղադրիչը կտրում ենք երկարավուն, լավ կլինի բոլորը այդպես լինի։ Եթե խորանարդաձև, ապա խորանարդաձև, եթե մանր, խոշոր, այսինքն մեկ բաղադրիչի նման պետք է լինեն բոլորը։ Որ ավելի հարմար լինի։ Գեղեցիկ է երևի թե այդպես եւ համտեսելիս հարմար է, դա խոհարարների գաղտնիքներից մեկն է։ Ինչ հետաքրքիր։ Ձևը եւս կարեւոր է բովանդակությունից բացի այս դեպքում։ Ավելին ասեմ, ձևը վերջերս ավելի կարևոր է Համլետ, քան բովանդակությունը, բայց այդ մասին հաջորդ դասում։ Դա փիլիսոփայական քննարկումներ խոհանոցում։ Էգզիստենցիալ խոհանոց կոչվում է այսօր։ Այս փոքրիկ էջը։ Եվ, ահա, բրոկոլին։ Հիմա ավելացնենք աղցանի ամանի մեջ։ Եվ մի փոքր այստեղ արդեն խաշելու ժամանակ մի փոքր աղ ավելացրել եմ, բայց մի քիչ էլ կավելացնենք եւ սև պղպեղ։
Իսկ դա ճիշտ է, որ ասում են, որպեսզի համը պահպանվի, օրինակ ինչ-որ բան պատրաստելիս, եփելիս կամ օրինակ աղցանը, երբ շերտերը հավաքում ես, պետք է ամեն շերտի հետ աղ անել։ Թե չէ։ Մենք նմանատիպ աղցաններ շատ ենք պատրաստել, բայց ես անկեղծ ասած ամեն շերտին չեմ անում այդպես։ Ընդհանուր թանձրուկով վերջում ուղղակի եփելու ժամանակ, ասենք ինչ-որ բան ես տապակում։ Մի բաղադրիչը տապակեցիր, աղ արեցիր, հետո մյուսը ավելացրեցիր տապակին, աղի կստացվի։ Եթե պետք է խառնվի, լավ կլինի։ Իսկ ասում եմ, կլինի։ ինչ են իմ պատրաստած կերակուրները միշտ աղի ստացվում, պաստորեն։ Եթե պետք է տապակի ու խառնենք, լիմոնահյութ ավելացրու։ խառնելու ժամանակ չէ, որ ամեն ինչ խառնվելու է եւ աղը։ Բայց դու ձեռքը տարար աղին, ուզում եմ հասկանալ հիմա ճիշտ է, թե ոչ։ Ոչ, հիմա ուղղակի քանի որ բրոկոլին հիմնականում պետք է համեմենք այստեղ, դրա համար մենք մի փոքր էլ աղ կավելացնենք եւ սև պղպեղ։ Կխառնենք, նոր մյուս բաղադրիչները կավելացնենք։ Շատ եմ սիրում բրոկոլի։ Իսկ թարմ վիճակում փորձել ես։ 2026-ի առանձնահատկություններից է մանրացած։ թարմ վիճակում փորձել բանջարեղեն եւ Բրոկոլին էլ է այդ շարքից։ բրոկոլին էլ է այո այդ շարքից, այս տարի փորձել եմ առաջին անգամ։ Դդմիկը, բրոկոլին եւ մնացածը։ Ինչու, որովհետև թարմ վիճակում իհարկե վիտամինները շատ են պահպանվում եւ ես չգիտեի օրինակ ում հեմոգլոբինը պակաս է, կարող են օգտագործել թարմ վիճակում բրոկոլին։ Դա բժիշկն է ասել եւ ես ճիշտն ասած ինձ համար մի քիչ անսովոր էր, բայց երբ սկսեցի աղցանների մեջ մի լավ համեմել թանձրուկներով խառնել, այդպես արդեն ավելի հաճելի էր։ Հա, վստահաբար եթե թանձրուկի մեջ մի քիչ կիտրոնային մի բան կա, կամ լայմ օրինակ, հաստատ հնարավոր կլինի։ Հետաքրքիրը որն է, որ բրոկոլիի համը երևի երկար խաշելիս նույնիսկ փոխվում է, որովհետև միանգամից հասկանում ես, երևի ճիշտ եմ տրամաբանում Անուշ, եթե համը փոքրինչ փոխված է, ապա երկար են խաշել։ Այո, այո։ Համային տարբերություններ զգում եմ այո։ Ոչ միայն այսպես կարծրությունն է, շատ է, չէ, փափկում, արդեն լրիվ ուրիշ եւ ուտելու ժամանակ հաճելի չէ եւ համն է ամբողջովին տարբեր։ Կարծես արդեն որակած զրկված լինի մի տեսակ։ Հիմա այն փորանարդացել կրեմապուրը օրինակ այլ կերպ ստանալ հնարավոր չի լինի, կարծում եմ, պետք է մինչև վերջ խաշել։ Կրեմապուրն այլ է։ Դու չես առանձին չես ուտում, չէ։ Հա, ճիշտ է։ Հիմա մանր կտրտենք։ Այնքան ուրիշ է, որ եթե չիմանաս բրոկոլիով կրեմապուր ես ուտում, չես էլ իմանա։ Հատկապես որ այլ բաղադրիչներ եւս կան մեջը։ Ավելացրինք նաև ինչպես անվանեցիք դա Անուշ։ Ապխտած վզամիսը։ Վզամիսը, ապխտած։ Իսկ պարտադիր հենց այս մսատեսակով է պետք, թե օրինակ կարելի է փոխարինել Հա, այլ ապխտած ինչ-որ մի բանով։ Ես անկեղծ այսպես եմ պատրաստում, հիմնականում։ Նկատի ունեմ համի համար սա կարևոր է։ Ինձ համար էլ այսպես։ Վզամիս, սիրելի։ Սա երևի թե այն բացառիկ բաղադրատոմսերից է, Համլետ, որ ես ընդհանրապես չեմ փոփոխել, ոչ մի բաղադրիչ էլ չեմ Հանուն բարեկամություն։ ավելացրել, որովհետև ինձ դուր է գալիս այս համը եւ հենց այսպես էլ թողել եմ։ Հիմա ավելացնում ենք մայոնեզը։ Ինձ թվացել էր սունկը պիտի ավելանա սկզբում, հետո, չէ։ Արդեն ավելացրել ենք։ Սունկը ավելացրել մնում է ենք արդեն Ես մատուցել։ բաց թողեցի այդ պահը։ Այո, ամեն ինչ արդեն խառնված է։ Օգտակարությունը չգիտեմ, բայց մայոնեզը մանկության խորհրդանիշներից մեկն է։ Ես առհասարակ մայոնեզով աղցաններ շատ չեմ պատրաստում, բայց սա այն բացառիկ աղցանն է, որ կարելի է։ Բայց գիտես, մարդկանց համար ովքեր ունեն կաթնաշաքարի լակտոզայի անտանելիություն, մայոնեզը հրաշալի բան է, որովհետև փոխարինում է բոլոր աղցանները, որոնցում կա օրինակ թթվասեր կամ այլ կաթնամթերք, եւ մենք էլ ենք կարողանում այդ աղցանները վայելել։
Այդպես որ ես մայոնեզը առանձնահատուկ շատ եմ սիրում եւ մայոնեզով աղցանները։ Դե շատ լավ է, ուրեմն դու կհավանես այս աղցանը։ Մենք այսպեսի ձևաման ունենք հիմա, փորձենք դասավորել։ Երբեք այսպես չեմ պատրաստել կոնկրետ այս աղցանը, բայց այս անգամ փորձենք տեսնել։ Բայց ինձ թվում է պիտի որ լավ լինի, որովհետեւ մայոնեզը կօգնի վստահաբար ձևը պահպանելու Այո։ Օ, ես անհամբեր եմ ավելի քան։ Իրականում համը չես կարող այսպես հասկանալ, մինչև որ չես համտեսում, թվում է թե գուցե այդքան էլ իրար մոտ բաղադրիչներ չեն։ Բայց երբ համտեսեք, կհասկանաք, որ հրաշալի համադրվում են։ Եվ նաև գեղեցիկ է, գույներն էլ շատ գեղեցիկ։ Իսկ գուցե գնանք եւ համտեսենք։ Համեցեք։ Ինչ կասես։ Արի գնանք եւ համտեսենք։ Ես սպասում Դու սպասում էի ես այս առաջարկին։ առաջարկին։ Գնանք եւ համտեսենք, որ ձեզ էլ պատմենք մեր տպավորությունները։ Սիրելի հեռուստադիտողներ, եւ բարեկամություն աղցանը։ Հիմա ամենահետաքրքիր պահն է լինելու։ Հաջորդ խոհանոցային կանգառը բարեկամություն։ Եվ այսպես։ Բայց ռուս ընկերուհու մասին էր խոսքը։ Նկատի ունես։ Այո, ով է բաղադրատոմսը տվել։ Այո։ Դրուժբա։ Բայց մենք առաջին ալիքի եթե։ Դե մենք պետք է հայերեն ասենք, այո։ Պես որ բարեկամություն։ Բայց մենք չենք սրտնեղում մայրաքաղաքային աղցանը միշտ ասել Ստալինչնի։ Սրտնեղում ենք, ես միշտ ասում եմ մայրաքաղաք։ Ես էլ եմ ասում հայրաքաղաքային։ Դե լավ, ես գնամ, ես չեմ փորձի։ Ես հասկացած ես Չէ, ընկերներ։ դու մնա, դիսեր ասում, պետք է հասկանանք, չէ, ի վերջո։ Ինա հիմա փորձենք տեսնել։ Հապա։ Թադա։ Հրաշալի։ Ընտիր, ինչ գեղեցիկ է։ Շատ գեղեցիկ, սա Ափսոսում եմ վաղ- անգամ գիտես, բայց մենք կարող ենք այս կողմից, որպեսզի տեսքը չփչանա։ Այո, Գնացինք։ համտեսեք, ինձ հետաքրքիր է, թե դուք Անուշ ոչինչ թող ցանդվի։ վստահ եմ հերոսետողները տեսել էին ինչքան գեղեցիկ էր այս աղցանը։ Գնացինք։ Դա-դա-դա-դամ։ Հիմա տեսնենք համը, Լրիվ բարեկամական աղցան է։ Չէ՞։ ասում էի, չէ։ Շատ համեղ է, անպայման փորձեք։ Սիրելի հերոսետողներ, բայց հիմա նաև երաժշտություն լսեք, որ մենք հասցնենք, էլի։ Ես Երաժշտություն։ մինչև ափսելերը բերեմ։